Համացանցում հրապարակված կադրերը հուշում են, որ Մարիա սերիալը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Տեսանյութերից պարզ է դառնում, որ Նոնան ու Ռուբենը պատրաստվում են ինչ-որ կարևոր իրադարձության։ Հնարավոր է, որ դա Մարիայի և Դավիթի հարսանիքն է, ինչը երկար սպասված ու երազած պահ է հանդիսատեսի համար։ Դավիթն ու Մարիան շատ բաների միջով են անցել, նրանց սերը փորձությունների է ենթարկվել, նրանք բազմաթիվ անգամներ հեռացել են միմյանցից, բայց վերջիվերջո ճակատագիրը նրանց կրկին միացրել է։ Հնարավոր է, որ վերջին սերիաներում Դավիթը վերջապես հասկանա, որ այլևս ոչինչ չի կարող խանգարել իրեն ու Մարիային։ Նա կվերցնի վերջին համարձակ քայլը և կառաջարկի Մարիային ամուսնանալ։ Հրապարակված կադրերում երևում է, որ Նոնան ու Ռուբենը մեծ պատրաստություն են տեսնում, տունը զարդարված է, իրենց դեմքին ժպիտ կա ու գեղեցիկ հագնված են։ Հավանաբար վերջնականապես հարթվել են նաև Ռուբենի ու Նոնայի հարաբերությունները, իսկ Աբուլն արդեն ընդունել է իր ծնողներին։ Սպասվում է, որ հարսանիքին ներկա կլինեն բոլոր այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել են Մարիայի և Դավիթի կյանքի դժվարին ճանապարհին՝ Աբուլը, Նոնան, Ռուբենը, Ալիսը, Աշոտը, Լիլիթը, նույնիսկ Օֆան։ Բայց արդյոք այսօրը կլինի կատարյալ, թե Ռաֆը նորից փորձելու է խափանել ամեն ինչ։ Հեռուստադիտողները դեռ կասկածում են, որ Ռաֆն այսքան հեշտ չի հրաժարվի իր պլաներից։ Նա վերջին շրջանում չափազանց մեծ հարվածներ է ստացել, հայրը ապտակեց իրեն, Լիլիթը պատմեց նրա դավաճանության մասին, իսկ Մարիան ու Դավիթը կրկին միասին են։ Հնարավոր է, որ Ռաֆը փորձի վերջին անգամ վրեժ լուծել Դավիթից խանգարելով հարսանիքին, բայց շատ հավանական է, որ այս անգամ ոչ ոք նրան չի աջակցի։ Ավարտին հնարավոր է երկու սցենար՝ կամ Ռաֆը խանգարելու է հարսանիքին, բայց ձերբակալվելու է և ստանա իրեն արժանի պատիժը, կամ Ռաֆը փոխվում է, հասկանում իր սխալները և լքում երկիրը, հեռանալով բոլորից։ Օֆան կրկին հայտնվել է Ռուբենի կյանքում, բայց նրա դերը դեռ անորոշ է։ Եթե սերիալն ավարտվում է Դավիթի ու Մարիայի հարսանիքով, ապա սա կլինի սիրո հաղթանակի և բոլոր խնդիրների լուծման խորհրդանիշ, բայց Ելենա Արշակյանը հայտնի է իր անսպասելի շրջադարձերով։ Հնարավոր է արդյոք, որ վերջին պահին տեղի ունենա մի բան, որը բոլորին կզարմացնի։ Կլինեն արդյոք տխուր պահեր հարսանիքի օրը, կհայտնվի մի նոր կերպար, որը կփոխի պատմության ընթացքը, թե կտեսնենք նոր սկիզբ հին հերոսների համար։ Սերիալի ավարտը մոտենում է, բայց այն դեռ շատ անակնկալ է պատրաստել իր հեռուստադիտողներին։ Մեր նկարահանումները շարունակվում են այսօր եղբոր հատությամբ։ Չէ՞։ Գիտա։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկուն են ասելի, հո անտեր չես։ Երկու ընկեր կունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ Ինչ ասենք։ Որ կամարիկը ընկեր ունի։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորիս համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղեք չեմ կամ տեղի։ Դու լավ ես։ Մի րոպե, մի հատ կարթա։ Մի հատ կարթա։ Այնքան եմ մտածում Մարիայի ու Դավիթի մասին երազիս մեջ հաշտվել էին։ Ինչ ասեմ, մի քնեք։ Էս ինչա կատարվում ստեր։ Կանոնների վրա չի կարելի։ Ու ես։ Գուշակեք թե ինչա կատարվել։ Ինչ որ փոքվի են գնաս։ Անվաշ կծի ծաղամ։ Դեպքով է։ Հա? Այսինքն լապատով մեր գյուղում։ Էս ուրա գնում ես աղջիկը սենց։ Չենք ասում։ Ուր ես գնում։ Չի կարելի ասել, չի կարելի։ And that's okay. The right people will love you for who you are. Be proud of your differences. They make you unique. They make you you. So don't be afraid to stand out because the world... Yo vivo en Granada, una ciudad pequeña que tiene monumentos muy importantes como la Alhambra.
Aquí la comida es deliciosa y son famosos el gazpacho, el rebujito y el salmorejo. Mathieu s'est levé tous les matins à 6 heures. D'abord, il se lavait le visage et se brosse les dents. Puis il descend près de son petit déjeuner. Après le petit déjeuner, il s'habille et va à l'école. Ահա որ այս։ Դու ամենալավ նկարչուհին ես, ում հետ ես աշխատել եմ։ Որտեղ ես աշխատել եմ քո հետ։ Շնորհավոր թատրոնի միջազգային օր։ Թատրոնի միջազգային օր։